Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո թուրք-գերմանական հարաբերությունները շարունակում են սրվել։ Բունդեսդագի նախագահն այսօր նիստի հենց սկզբում խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, ինչը ողջունել են Գերմանիայի խորհրդարանի բոլոր ուժերը, այդ թվում քննարկմանը ներկա կանցլեր Անգելա Մերկելը։ Wir stellen uns jeder Kritik und wir ertragen auch persönliche Angriffe. Ցանկացած ոք, որ փորձում է սպառնալիքներով ճնշում գործադրել առանձին падգամավորների վրա, պետք է իմանա, որ հարձակում է գործում ողջ Բունդեսթագի վրա։ Greift das ganze Parlament an. Բունդեսդագի առաջնորդը չի թաքցրել, իրեն ապշեցնում է փաստը, որ իր գործընկերների հասցեին սպառնալիքները հնչեցնում անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Վերջինս ավելի վաղ հայտարարել էր, թե անհրաժեշտ է լաբորատոր փորձաքննության ենթարկել Բունդեսդագի ծագումով թուրք այն падգամավորների արյունը, որոնք անցած շաբաթ կողմ են քվեարկել հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Ես ապշած եմ, որ գերմանացի օրենսդիրների հասցեին սպառնալիքները հնչեցվում են նաև թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Երբեք չէի մտածի, որ ժողովրդավար ճանապարհով ընտրված որևէ նախագահ 21-րդ դարում իր քննադատության հիմքում կդնի կասկածները Բունդեսթագի падգամավորների ծագման վերաբերյալ, փչացած համարելով նրանց արյունը։ Բունդեսդագը պարտավոր է հակադարձել թուրքական կողմին օրենքով հնարավոր բոլոր միջոցներով, այսօր պնդեց խորհրդարանի ղեկավար Նորբերտ Լամերտը դիմելով քաղաքական ուժերին։ Ժամեր անց Էրդողանի հասցեին այս կոշտ քննադատությանը միացավ նաև Եվրախորհրդարանի նախագահ գերմանացի սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցը։ Ես խստորեն դատապարտում եմ այդ օրինակ տաբուները եւ հատուկ ուզում եմ ընդգծել, որ իրենց լիազորությունները իրագործելու падգամավորների ազատությունը եվրոպական ժողովրդավարության հենասյուններից մեկն է, գրել է Եվրախորհրդարանի ղեկավարը Ռեջեփ Էրդողանին ուղարկած նամակում։ Թուրքիայի նախագահը մինչդեռ չի ընկրկում եւ երեկ կրկնել է աղմկարույց խոսքերը Բունդեսդագի ծագումով թուրք падգամավորներին դասելով ահաբեկիչների կողքին։ Bundan sonraki süreçte de Ժամանակ առ ժամանակ հանդիպում են մարդիկ, որոնց արյունը փչացած է, դրանք ահաբեկիչներն են, որոնք կրակ են բացում մեր պետության ու ժողովրդի ուղղությամբ, մտավորականներ ու գիտնականներ, որոնք հայտարարություններ են անում աջակցելով նրանց, կամ Գերմանիայի Բունդեստագի падգամավորներ, որոնք մեղադրեցին սեփական երկրին ցեղասպանություն գործելու համար։ 3 milyon, 3,5 milyon şu anda Türk'ün olduğu Almanya'da bir süreç var. Էրդողանը նաև ընդգծել է, որ թուրք ժողովուրդը արժանի դաս կտա նմաններին հավելելով, պաշտոնական Անկարան այժմ գնահատում է իրավիճակը, ինչից հետո արդեն համապատասխան քայլեր կձեռնարկի։ Այսօր նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարարն է հայտարարել, Բունդեսդագի բանաձևը կվնասի թուրք-գերմանական հարաբերություններին, չմանրամասնելով սակայն թե ինչպես։ Յուրիետ Դելի Նյուսն էլ գրում է, թե մի խումբ թուրք իրավաբաններ դիմել են դատախազություն, պահանջելով քրեական գործ հարուցել Բունդեսդագի ծագումով թուրք падգամավորների նկատմամբ թուրքերի ինքնությունն ու պետությունը վիրավորելու համար։